Նորից բարև ձեզ, ես էլ մեր երեկվա վաքսեիկո 3-ն է, որ ռադիատորը ծակեր, հանել էինք, տարել էինք զոդման, սվարկայի, ստեղ ուրեմն ես վերևից ծակեր, ես կողքից ծակեր, այ, չէ, են մյուս կողմներ երևի, ստեղ այս կողմը սենց անկյունով մի քանի տեղից այս անկյունով մի քանի տեղից ծակեր էր, այս մյուս կողմը սենց անեմ, այստեղ, այս պատից ծակեր, այս խողովակի ու իր անկյունից ծակեր, նույնն էլ այս ներսի մասից, այս կողմից, ընդհանուր մի 5-6 տեղից տենց ծակվել էր, պղնձայեռով զոդվել է, հիմա կհավաքենք կաթսայի վրա, ընդհանուր կտեղադրենք, ճնշում կտանք ու կմիացնենք, կաթսան կփորձարկենք, մի հատ ռադիատորը լավ կտաքացնենք, դրանից հետո կթողնենք ինքն իրան կամաց կսառի մի քանի րոպե, այդ ընթացքում եթե ջուր չթողեց, ուրեմն վերջ, ջուր չի թողնի, մինչև հաջորդ տեղից, ուրիշ տեղից կվնասվի ռադիատորը, անենք ես իր ռեզինները նորերը կտնենք, այնքան աջոր թողը ռեզինի վիճակն էլ լավ չի լինի, ընդհանուր նորից իրան կհավաքենք ու վիդեոն կշարունակենք, հիմա ինձ երկու ձեռներս պետք է ուղղակի պաուզա դնեմ, ռադիատորը դնեմ վերևում, նոր կշարունակեմ, ռադիատորը սենց դնում ենք իր համար նախատեսված տեղը ու հրելով հասցնում ենք իր տեղ, հիմա սալնիկները նորը դնենք, խողովակները հավաքենք, իրենց պահող շպիլկաները կդնենք ու կավարտենք, ստեղ պոմպը ես 3 մի հատ վինտով ձգել եմ, որ կախված չմնա, դրանք էլ կհանենք, ընդհանուր խողովակ կհավաքենք նորից տեղը ու միացնենք, ռեզինները դրեցինք, հիմա փորձենք խողովակները հագցնել իրանց տեղերը, այս ռեզինների վրա կարակ վազել էին կամ ամանի հեղուկ օճառ, տենց բաներ, ինչ կա ձեռի տակ, կսեք իրանց վրա, որ ռեզինները մտնելուց չսեղմվի, դնենք իրանց պահող շպիլկան, շպիլկան դնելուց հետո համոզվում ենք, որ խողովակը մինչև վերջ մտել է իր տեղը ու շպիլկան բռնել է խողովակին, կարելի է շպիլկան դաժե կողքի դիրքից դնել, մի ձեռով մի քիչ անհարմար է,
Համոզում ենք, որ այս ներքևի պղնձի խողովակի բորտը նստել է շպիլկայի վրա, որ ճնշման տակ չգցիր, չպոկի, չհանի։ Հիմա քանդենք մի հատ այս նասոսը, հանենք, որ այս խողովակը կարողանանք մտցնենք իր տեղը, նոր հետո նասոսի վրա։ Այսպես նույնը անում ենք այս մյուս խողովակի վրա։ Մի քիչ այս շպիլկան ժանգոտացա, բայց ինքը ամուր է, փորձել ենք, դրա համար հանգիստ տեղադրում ենք։ Լինում է, որ ժանգը այնքան խորնակերած լինում, որ թուլանում է այդ ինքը պրուժինա, էլի, ձիգ մատերիալ է, այդ պրուժինը թուլանում է, այլ իր գործողությունը չի կատարում կամ ջարդվում է, խողովակը դուրս է գալիս, իսկ քանի որ ամուր էր, իրան տեղադրում ենք։ Տեղադրենք նասոսը։ Մեկ ու երկրորդը տակից։ Երկուսն էլ ձգենք, մի հատ նորից նայենք, այստեղ նորմալ է, այստեղ նորմալ է, այստեղ նորմալ է, սա ձգել ենք, հիմա ճնշում տանք կաթսային ու հետևենք, թողող տեղ կա թե չէ։ Քիչ անհարմար է, երկու ձեռով ում աշխատել համ, սենց պահեմ, որ երևա։ Ճնշումը լցվի։ Երեք ամբողջ համակարգն ենք դատարկ է դրա համար դանդաղ է լցվում։ Հիմա սպասենք լցվի ու շարունակենք։ Նոր արդեն սկսում է դանդաղ լցվել ջուրը։ Կամաց սլաքը շարժվում է։
Համակարգը սկսեց լցվել արդեն ջրով։ Այստեղ նայեք խողովակը, որ շարժել էինք, սկսեց ջուր թողնել, հիմա կձգենք իրան։ Ձգվեց, ջուրը կտրվեց, մի հատ էլ չորացնենք, ընթացքում կհետևենք, այստեղ չորա, այստեղ չորա, հա մոք ջան, բարձրացավ կամաց ճնշումը, ձեր մոտ սաղ չուգունի պար էր, հա դրա համար դժվար է լցվում, ճնշումը լցվեց, փակում ենք ճնշման փականը, նայում ենք ճնշմանը արդեն համարյա 2, ընդհանրապես 1.2-ից 1.7 նորմայի մեջ է, աշխատանք անելուց հետո ջրի հետ կապված գործերից հետո մի քիչ ավել ենք լցնում, մոտավոր մինչև 2 սառը վիճակում, մի հատ թողում ենք, եթե թողելու տեղեր կա ցույց կտա, եթե չէ, նոր սկսում ենք անցնել առաջ, այստեղ ես բացել եմ այս պլատայի տեղը, քանի որ ինքը ջուր է թողել երկար ժամանակ, եկել մենք խողովակները քանդած թողել ենք, այդ պլատան բարձրացնենք, հասկանանք, համոզվենք, որ խոնավություն չկա իր հետևում, նոր միացնենք։ Լացեցինք, ոնց որ ենթադրում էինք, խոնավություն կա, հիմա չորացնենք, վերացնենք խոնավությունը, նոր կմիացնենք իրան։ Ֆենով չորացնում ենք, հավաքենք ու դնենք։ 5, թե 20 թիվ 6 տարի։ Ղարաբաղցիներն եկան, արդեն մի հատ է ստուգում ենք։ Yes.